Յամ աղախին կյարը, եղեցի ինձ ըստ բանիքու, ահավասիկ եմ և մնում եմ տիրոջ աղախինը, և թող լինի ինձ քո խոսքի համաձայն։ Անուն հոր և որդվո և ոգուին սրբո, ամեն։ Սիրելի հավատացյալ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, այսօր առաքելական մեր մայր եկեղեցին տոնախմբում է Սուրբ Աստվածամոր ավետման տոնը Գաբրիել հրեշտակի կողմից։ Մեր մայր եկեղեցին Աստվածամորը նվիրված 7 տոներ ունի և ավետման տոնը նրանցից առաջինն է։ Եվ ավետման տոնի այս պատումները միակն են, որ ավետարանի մեջ զետեղված են։ Եվ ավետարանիչը մեզ պատմում է այն մասին, որ 6-րդ ամսին Գաբրիել հրեշտակապետ Տիրոջ կողմից ուղարկվեց Մարիամ անունով հույսի մոտ, որը նշանված էր Հովսեփ անունով մի արդար և աստվածավախ ու երկյուղած մարդու հետ։ Եվ հրեշտակը երևանով Մարիամին տալիս է հետևյալ ավետեսը. ուրախացիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է։ Եվ ավետարանիչը պատմում է, որ Մարիամը շփոթվեց հրեշտակի այս երևալուց, հրեշտակի այս տեսիլքից, հրեշտակի տված ավետիսից։ Եվ հրեշտակը պարզաբանում է ասելով, որ շնոր ես գտել Տիրոջ առաջ, և դու կոչված ես լինելու Աստվածորդու մայրը, և Աստվածամայրը զարմացած հարց է տալիս, ինչպես դա կարող է լինել, որովհետև ես տղամարդ չեմ ճանաչում։ Եվ հրեշտակը նրան բացատրում է ասելով, որ Սուրբ Հոգին կիջնի քեզ վրա և Աստծո զորությունը քեզ հովանի պիտի լինի։ Եվ Աստվածամայրը խոնարհությամբ, Աստված սիրությամբ լեցուն պատասխանում է հրեշտակին. ահավասիկ, ես կամ և մնում եմ Տիրոջ աղախինը, թող լինի ինձ քո խոսքի համաձայն։ Ով էր Աստվածամայրը, խոստման զավակ, Հովակիմին և Աննային, ովքեր տարիներ շարունակ զավակներ չեն ունենում, և իրենց հավատքի, իրենց սիրո և իրենց Աստված պաշտության ու Աստված սիրության ի պատասխան Աստված օրհնեց Աննայի արգանդը և ծնվեց Սուրբ Աստվածածին, ով իր ամբողջ կյանքը ապրեց Աստծո տաճարի մեջ, քահանաների հոգացության, քահանաների աղոթքների, եկեղեցում Աստծո տաճարի մեջ ապրող հավատավոր կանանց և միանձնուհիների օրհնության, խորհրդի, խրատի և իհարկե Աստծո սիրո, շնորհների և օրհնության մեջ։ Եվ Աստվածամայրը իր ամբողջ կյանքը պատկերացնում էր Աստծուն ծառայելով, Աստծուն հետ ապրելով և Աստծուն հաճելի կյանք և գործեր գործելով։ Եվ այս ամբողջ ընթացքի մեջ որևէ անգամ չէր ակնկալում կամ նույնիսկ չէր պատկերացնում, որ Աստծու կողմից շնորհ պիտի գտնի, այլ հեզությամբ, խոնարհությամբ, Աստված սիրությամբ, Աստված պաշտությամբ ապրում էր իր կյանքը։
Եվ ահա մի օր Աստծո կողմից շնորհ գտա։ Եվ հրեշտակ այդ մասին հայտարարեց, որ ուրախացիր, Տերը քեզ հետ է, Աստծուն շնորհ ես գտել։ Եվ ահա Վասիկ Աստվածամոր կերպարը մայրության կատարյալ օրինակ է։ Եվ Աստվածամայրը ոչ միայն կոչված էր ծնելու Աստվածորդուն, այլ իր ամբողջ կյանքը նվիրեց իր միածին որդուն, հետևելով նրան իր ամբողջ առաքելության ընթացքին այս երկրավոր։ Աստվածամայրը այն մայրն էր, ով որ խաչի կողքը կանգնած, տառապանքը և վիշտը սրտում տեսնում էր իր որդու չարչարանքները։ Եվ Աստվածամայրը այն մայրն էր, ում որդու կողմից խոստում տրվեց և հետո իրականացվեց մարմնով երկինք վերափոխվելով։ Սիրելիներ, Աստվածամայրը Սուրբ Կույս Մարիամ գծեց և վերանշեց կնոջ մոր կերպարը և առաքելությունն այս աշխարհի վրա։ Լինելով մարդկության համար մեծագույն բարեխոս, լինելով ամեն մեկիս համար խոնարհության անկրկնելի օրինակ։ Եվ այսօր մենք հավաքվել ենք այստեղ Աստվածամոր բարեխոսությունը խնդրել մեզ համար, մեր ընտանիքների համար, մեր հայրենիքի համար, մեր ժողովրդի համար։ Բայց նաև մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի որպես մարդ և հատկապես կանայք, մայրերն ու աղջիկները օրինակ առնելու Աստվածամոր օրինակից։ Ցավոք այսօր իշարս և իթիվս այլ մեծագույն արժեքների խեղաթյուրվել է մոր կերպարն ու մոր արժեքը։ Պիտի տեսնենք մայրերի, ովքեր իրենց քմահաճույքի համար արհեստական ճանապարհով ընդհատում են հղիությունը սպանելով իրենց զավակներին իրենց որովայնի մեջ։ Պիտի տեսնենք այսօր մայրերի, որ սատանայից բռնված իրենց զավակներին անեծք և հայհոյանք են տալիս։ Պիտի տեսնենք մայրերի, որ իրենց զավակները փողոցում հայտնված մուրացկանությամբ են զբաղվում։ Իրենց իսկ թողտվությամբ և առաջարկով։ Եվ հաճախ այդ մայրերն են օրինակ դառնում իրենց համար։ Եվ պիտի տեսնենք մայրերի, պիտի տեսնենք կանանց և աղջիկների, ովքեր հրաժարվելով հրաժարվում են մայր լինելու աստվածապարգև կոչումը իրենց կյանքի մեջ ընդունելուց։ Ահա այս աստիճան նվաստացված, արժեզրկված է կնոջ և մոր կերպարը, ոչ միայն հայ իրականության, այլև ամբողջ մարդկության մեջ։ Եվ ահա Վասիկ այսօրվա այս ցավալի իրականության մեջ Աստվածամայրը իր խոնարհությամբ գալիս է մեզ դաս տալու հետևյալ խոսքերով. ահա Վասիկ, ես կամ մնում եմ Տիրոջ աղախինը։ Սիրելիներ, մենք երջանկություն ենք փնտրում մեր կյանքից ներս, թե ազգային, թե ընտանեկան, թե հասարակության մեր լայն շերտերի մեջ։ Ինչպես կարող ենք այդ երջանկությունը ունենալ, եթե մենք խոնարհություն չունենք։
Մենք ամեն քայլափոխին տեսնում ենք ընտանիքների կործանում, որոնց հիմնական պատճառը կենցաղն է, և ինչպես այսօր սովոր են ասել, իբրև շատ լրջագույն մի բացատրություն, իրար հետ անհամապատասխանելի է, չենք համապատասխանում։ Այսօր ամեն քայլափոխին պիտի տեսնենք, որ մարդ արարածը իր մեջ կորցնում է Աստծո պատկերն ու նմանությունը, և այս ամեն ինչը նրա համար է, որովհետև մենք մեր մեջ կորցրել ենք խոնարհությունը։ Կորցրել ենք Աստծո սիրո աներկբա մաքրամաքուր ներկայությունը։ Մենք ինքներս մեզ մեր տերն ենք կարծում, մենք ինքներս մեզ մեր կյանքի տերերն ենք կարծում, և գիտենք, որ մենք ինքներս ենք տնօրինելու մեր կյանքը, բայց Աստվածամոր օրինակը գալիս է մեզ սովորեցնելու, որ ոչ, մենք չենք մեր կյանքի տերը։ Կյանքի տերը Աստված է, և մենք ընդամենը այս կյանքում, այս մարմնի նշաններ։ Եվ Աստվածամոր օրինակը գալիս է մեզ սովորեցնելու, որ եթե մենք երջանկություն ենք ուզում, նախ պիտի խոնարհությունը մեր մեջ բերենք։ Խոնարհության ճանապարհով հասնենք Աստծո օրհնությանը և այդ օրհնությունից բխող երջանկությանը։ Սիրելիներ, ամենայն հայոց հայրապետի Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ապրիլի 7-ը Աստվածամոր ավետման տոնը հռչակված է որպես մայրության և մայրության բերկրանքի սպասող կանանց օր։ Եվ ինքնանպատակ չէ այս հռչակումը։ Այս հռչակումը նրա համար է, որ հայ մայրը այս տոնի խորհրդի առջև կանգ առնի և ինքն իրեն հարց տա. ունեմ արդյոք մայրերի մայր Սուրբ Աստվածածնի նմանությունը, խոնարհության դրսևորումը իմ կյանքից և հոգուց ներս։ Ունեմ արդյոք այդ խոնարհության ճանապարհով իմ ընտանիքին փոխանցվող աստվածային օրհնությունը։ Եվ ունեմ արդյոք Աստվածամոր բարեխոսությունը իմ և իմ ընտանեկան կյանքից ներս։ Սիրելիներս, այսօր ամենքս բարեխոսության համար ենք նստել։ Այսօր եկել ենք բարեխոսություն խնդրելու մեծ բարեխոսից, մեծագույն խոնարհից, սրբից և անարատից, Սուրբ Հույս Աստվածածնից։ Եվ ես պիտի խնդրեմ, որ ամեն մեկս մեր աղոթքի մեջ խնդրենք, որ Աստվածամայրը բարեխոսի իր միածին որդու առաջ, որպեսզի Աստված մեր մեջ դնի այդ խոնարհության ուժը, օրովը, որպեսզի մենք կարողանանք խոնարհության ճանապարհով, Աստծո խոսքին հնազանդվելու ճանապարհով, Աստծո թելադրություններն ու պատգամները մեր կյանքում կրելու իրականություն դարձնելու ճանապարհով վերագտնենք ինքներս մեզ։ Մեր մեջ վերագտնենք պատկերն ու նմանությունը մեր առաջ։ Եվ թող Սուրբ Աստվածամոր բարեխոսությամբ իր միածին որդին օրհնի և առաջնորդի հայ բոլոր մայրերին ու աղջիկներին, իրենց ընտանիքները սիրո և օրհնության մեջ թող պահպանի ձեզ, որպեսզի կարողանաք
ձեր ընտանիքները դարձնել այն փոքր սրբատեղիները, որտեղ ընտանյոք հանդերձ պիտի կարողանաք մշտամնակ երկով վայելել Աստծո սերը, Աստծո օրհնությունը, Աստվածային առաջնորդությունը։ Շնորհ Տյառդ մերո Հիսուսի Քրիստոսի բարեխոսության Սուրբ Աստվածածնին եղեցի ձեզ ընդամենեսյանս։ Ամեն։